Շնորհակալ եմ։ Իսկապես Տիկին Մինասյան հարգելի գործընկերներ, ինչ որ այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա որ մի քիչ փորձենք հիշենք, շատ վաղ անցյալի մասին չեմ խոսում, դրանից երևի 2 շաբաթ առաջ եւ այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում եւ Ղարաբաղ հետ բերելու եւ այլնի մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը, բայց հիմա նոր բան են սկսել ասել, դե նրբերանգ ա մտել, այս վերջին օրերին նոր բան են մտածել, խաղաղություն, բայց երաշխավորված։ Դե եւ վարչապետն էլ քիչ առաջ դրան էր անդրադառնում եւ այս օրերին ընդհանրապես եւ դրանից առաջ էլ մենք հնարավորություն ենք ունեցել ասելու, որ երաշխավորներ առհասարակ եկեք խոստովանենք, հարգելի գործընկերներ, հետապնդում են իրենց շահը։ Սառը հաշվարկների աշխարհում միջազգային հարաբերություններում ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում եւ նաեւ իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում եւ այլն, հա։ Սա մեկ, երկրորդը, մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված եւ մի երաշխավորի կողմից չէ, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում հետաքրքրաբար խախտվել են երբեմն երաշխավորների կողմից, ինչը իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները այդտեղ սիրուն աչքերի համար չի որ գնում են, այլ հետապնդում են իրենց սեփական շահերը։ Այնպես որ իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների եւ երաշխավորների մասին եւ խոսել է ինչ կոնտեքստով, խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով։ Եվ ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունը ունենք, այդ խաղաղությունը նույնիսկ արդեն տարածաշրջանային մեծ, ուրեմն փոթորիկների մեջ եւ պայթյունների մեջ, եթե թույլ կտակ ասել, առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը եւ կայունությունը եւ ես վստահ եմ, որ ապագայում եւս կշարունակի այդպեսին լինել, ապագայում եւս կապացուցի իր կենսունակությունը, բայց այդ խաղաղության ամրությունը պայմանավորված է ինչով, եկեք հարց տանք, եթե չկան երաշխավորներ, պայմանավորված է հետեւյալով, իմ խորին համոզմամբ խաղաղություն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պայմանական աշխարհի ցանկացած երկու երկրների միջեւ խաղաղությունը կարա լինի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ, երկու պետությունների համար էլ։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ, ուրեմն փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ, մեխանիզմ մթնոլորտ, որտեղ եւ Հայաստանի համար, եւ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը։ Ես նաեւ առաջանցնելով ասեմ, առողջություն այդքան էլ ճիշտ, պարոն նախագահ, ուրեմն առաջանցնելով ասեմ նաեւ, որ մենք արդեն կարծես թե տեսնում ենք այդ մեխանիզմների ստեղծումը դրանք եւ քաղաքասարակությունների միջև երկխոսությունն է դրանք եւ ուրեմն տարանցիկությունն է եւ երկկողմ առևտուրն է, այնպես որ նորից ամփոփելով այդ երաշխավորացավը, այդ էլ իր այրթին հիմա որ արձագանքենք կասեմ, էլի, ամփոփելով խաղաղության ամրությունը ոչ թե երաշխավորներով է, այլ փոխշահավետությամբ եւ երաշխավոր ունենալու ցանկությունն էլ մի այլ ուրեմն մղման, մի այլ ցանկության դրսևորում է, որի մասին արդեն չչարաշահեմ ձեր համբերությունը արձագանքից հետո կասեմ։